Ես չեմ կարող այս պահին նշել քանի գործ է հարուցվել, ես կարող եմ նշել, որ շուրջ 100, եթե չեմ սխալվում, այս պահի դրությամբ մեր կողմից ներկայացվել է քննչական կոմիտե։ Հնարավոր է այլ աղբյուրներից քննչական կոմիտեն եւս ստացած լինի հաղորդումներ եւ արդեն հարուցված ուրեմն բարույթների թիվը կարող եք հստակ ճշգրտել քննչական կոմիտեի։ Տեսեք, ընդդիմությունը ասում է, որ ըստ էության այն դեպքերում, երբ որ խախտումներ, հարձակումներ քաղաքացիների վրա իրականացնում է իշխանության ներկայացուցիչ իշխանության համակիրը, ոստիկանությունը չի արձագանքում կամ ըստ էության նույն օպերատիվությամբ չի արձագանքում, ինչ հետ է տեղի ունենում հակառակ օրինակ Մասիսում մենք բոլորս տեսանք կադրերը, վստահ եմ դուք էլ եք տեսել, թե ինչպես էր Մասիսի ԵԿՄ նախագահը հարձակվում քաղաքացիների վրա, այս դեպքում ուժեղ Հայաստանի համացանցում ընտրության օրը տարածվեցին կադրեր, թե ինչպես է ԿՊ-ի վստահված անձը հարձակվում ուժեղ Հայաստանի ներկայացուցչի վրա եւ նմանատիպ այլ դրսեւորումների դեպքում ոստիկանությունը համարժեք չի արձագանքում եւ ըստ էության ասում են, որ ոստիկանությունը իրականացնում է քաղաքական ուղղվածությամբ գործունեություն։ Շնորհակալություն հարցի համար, տեսեք, նախ կարծում եմ, որ ընտրական գործընթացները գերթափանցիկ են տեղի ունեցել եւ ընտրական process-ների եւ հնարավոր իրավախախտումների, հա, այսպես մշտադիտարկման տեսանկյունից ես բոլոր կարողա դեպքերը հիմա չեմ հիշում, բայց մշտադիտարկման արդյունքներով առնվազն ձեր նշածից մի քանիսը ես ինքս հիշում եմ, որոնք արձանագրվել եւ ներկայացվել են քննչական կոմիտե։ Ներկայացվել են, բոլորով ներկայացվել են, ես ուղղակի հատվարկված դեպքեր տենց ամբողջությամբ չնույնացրեցի, բայց բոլորը ներկայացված են եւ համապատասխանաբար քննություն ակտիվներ։ Կրճան տեխնիկական այդ թերությունները ինչ ծավալ են կազմել, ենթադրենք մարդը որ մահացել են ժամանակ, որ արդեն ցուցակները տպված են եղել, ընդդիմությունը իրանց մասին էլ էր խոսում, դրանք ինչ ծավալ են կազմել։ Դե հնարավոր է նաեւ որոշ դեպքերում այդպիսի դեպքեր արձանագրվում, բայց դրանք ես չեմ կարծում, որ էական են եւ պարզաբանվել են եւ ընտրության օրը պարզաբանումներ տրվել են օպերատիվ աշխատել են այ միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունը եւ ընդ որում եթե կան նաեւ էլի պարզաբանվող հարցեր բավականին թափանցիկ process-ում կարելի է դրանք տալ պատկան մարմիններին ստանալ պատասխաններ։ Շնորհակալ եմ։